Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին առաջին ուղերձն է հղել իրանցիներին։ Վերջինս բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում։ Նա նաև հայտարարել է, իրենք վրեժ կլուծեն բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների համար։ Խամենեին նշել է, Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն։ Նրա խոսքով տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները պետք է փակվեն եւ այդ ռազմակայանները հարձակման կենթարկվեն։ Վերջինս նաև հայտարարել է, Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները։ Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար։ Մայամիում բանակցություններ են տեղի ունեցել ամերիկյան կողմի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի գլխավորած ռուսական պատվիրակության միջև։ Այս մասին հայտարարել է նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։ Ֆլորիդայում Ռուսաստանի պատվիրակությունը հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ, որի կազմում էին հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը։ Իր հերթին Դմիտրիևը շնորհակալություն է հայտնել նախագահի հատուկ դեսպանորդին արդյունավետ հանդիպման համար։ Նրանց բանակցությունների մանրամասները դեռևս անհայտ են։ Իրանի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև հակամարտությունը կարող է ավարտվել Նովրուզից առաջ, որը 2026 թվականի մարտի 21-ին է։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնական եւ ավագ խորհրդական Ռահիմ Սաֆավին։ Կարծում եմ, այս պատերազմը կավարտվի Նովրուզից առաջ։ Իմ տեսակետն այսպիսին է. Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն կարող դիմանալ երկար պատերազմի եւ չեն կարողանա այն երկար շարունակել, եթե մենք շարունակենք անընդհատ գործողություններ, ասել է նա։ Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքի այն երկրների նավթագազային օբյեկտներին, որտեղ ԱՄՆ-ն ունի շահեր, իր ենթակառուցվածքների վրա չնչին հարձակման դեպքում, ասվում է Իրանի ռազմական հրամանատարության Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։ Մենք զգուշացնում ենք թշնամու կառավարությանը եւ նրա բոլոր դաշնակիցներին, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ նավահանգիստների վրա նույնիսկ չնչին հարձակումը կհանգեցնի մեր ջախջախիչ եւ կործանարար պատասխանին։ Նման հարձակման դեպքում տարածաշրջանի բոլոր նավթագազային ենթակառուցվածքները, որտեղ ԱՄՆ-ն եւ նրա արևմտյան դաշնակիցները ունեն շահեր, կայրվեն եւ կոչնչացվեն, ասվում է հայտարարության մեջ։ Թել Ավիվում հնչել են օդային հարձակման ազդանշաններ, այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը հայտնել է Իրանից հրթիռային հարձակման մասին։ Իսրայելի հրթիռային նախազգուշացման համակարգի համաձայն տագնապը միացել է կենտրոնական Իսրայելի զգալի մասում, ինչպես նաև արևմտյան ափին։ Իրանի ԻՀՊԿ հավաքական օդային ուժերի հրամանատար գեներալ Մաջիդ Մուսավին հայտարարել է. Իսրայելի միջերկրական ծովում գտնվող Լևիաթան եւ Քարիշ էներգետիկ կենտրոնները դարձել են թիրախներ։ Գեներալը նշել է, այս երկու օբյեկտները տասնյակ այլ նոր թիրախների կողքին ընդգրկված են իրենց գործողությունների շրջանակում։ Ազդեցության ցանկացած լրացուցիչ սխալի դեպքում հակառակորդի դեմ այլ ճակատներ կբացվեն, հավելել է գեներալը։ Վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չմիջամտել Իրանի հակամարտությանը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ Նա ընդգծել է, որ չգիտի զրույցի մանրամասները, բայց շատ հավանական է, որ Թրամփը խնդրել է չմիջամտել Մերձավոր Արևելքում մոլեգնող հակամարտությանը։ Բայց ինչ է նշանակում չմիջամտել։ Իրավիճակը սպառնում է մեր անվտանգությանը։ ԱՄՆ-ն ցավոք անխոհեմորեն աջակցում է Իսրայելին Իրանի դեմ ագրեսիայում, եւ սա հենց Իրանի դեմ ագրեսիա է, հայտարարել է падգամավորը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, ԱՄՆ իրավապահ մարմիններին ուղարկված հետաքննությունների դաշնային բյուրոյի նախազգուշացումը, ըստ որի Իրանը կարող էր անօդաչու սարքով հարձակում իրականացնել Կալիֆոռնիայում, հիմնված էր մեկ չստուգված տեղեկության վրա։ Նախազգուշացման մեջ նշվում էր բյուրոյի տվյալներով, փետրվարի սկզբի դրությամբ Իրանը ցանկանում էր անակնկալ հարձակում իրականացնել ԱԹՍ-ներով, որոնք կարող էին արձակվել ծովում գտնվող նավից եւ ուղղվել Կալիֆոռնիայի թիրախների վրա։ Պարզ ասած, Իրանից մեր երկրի դեմ նման սպառնալիք գոյություն չունի եւ երբեք չի եղել, եզրափակել է Լիվիթը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում տեսանյութ է տարածել, որում իր կարծիքն է ներկայացրել, թե ինչու է Մեսրոպ Մաշտոցը առաջինը թարգմանել Աստվածաշնչի Գիրք առակացի առաջին նախադասությունը, ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները։ Փաշինյանը նշել է, թե ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ կտորից սկսել Մեսրոպ Մաշտոցը հայերեն նոր տեքստի ստեղծումը։ Նա նշել է, որ շատ է մտածել այդ մասին եւ եկել է հետեւյալ եզրահանգման։ Ես շատ եմ մտածել այդ մասին եւ իմ եզրակացությունն այն է, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին եւ մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով եւ մտածելով մեր ճանապարհը շարունակենք այնպես, ինչպես պետք է շարունակենք, որպեսզի հետագայում ողբամ քեզ հայոց աշխարհը չգրվի։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից 19 կգործուղվի Թուրքիա, Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում են գործուղման վերաբերյալ ազգային ժողովի նախագահի կարգադրությունից։ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու գործարար Սամվել Կարապետյանի կուսակիցներն ու աջակիցները ֆլեշմոբ են իրականացրել կառավարության շենքի մոտ, վանկարկելով ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանի Հանրապետությանը։ Նրանք կառավարության շենքի մոտ բարձրացրել են Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ, ազատություն Սամվել Կարապետյանին գրություններով պաստառներ։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են. այսօր այստեղ ենք պահանջելու Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վերջ տալ Զանգովի արդարադատությանը, վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում էլ չլինեն քաղաքական բանտարկյալներ։ Պահանջում են կառավարության անդամներից մեկը իջնի ներքև, նրան փոխանցելու բան ունենք, հայտարարել են ակցիայի մասնակիցները։ Այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը։ Վաղ առավոտից մայրաքաղաքի ամբողջ տարածքով քաղաքի ամենատեսանելի հատվածներում տարածվում են ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին մեծ պաստառներ։ Փաշինյանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատմանը հաստատել է, որ ինքն է հրահանգել է Դիտակ Զոյանին ազատել աշխատանքից։ Ճշտող հարցին, այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, Փաշինյանը դրական պատասխան է տվել։ Ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև դիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում։ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին քննչական կոմիտե են կանչել։ Տեղեկությունը հաստատել է խորհրդի անդամներից արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Դանիելյանի պնդմամբ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է։ Քննչական կոմիտե հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի օրերս մեկնարկած ժողովը։ Քննչականից հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ։ 2 օր առաջ Մայրաթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում ամենայն հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն քննարկվել են եկեղեցական կյանքին հուզող խնդիրները։ Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հարցմանի պատասխան հայտնել են Հայաստանի կադաստրի կոմիտեից։ Կոմիտեի էլեկտրոնային արխիվից ստացված տվյալները 2026 թվականի փետրվար ամսվա դրությամբ են։ Կոմիտեից նաև հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացիների անունով գրանցված գույք Հայաստանում չկա։ Իդեպ 2023 թվականին Հայաստանի կադաստրի կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացիները 2022 թվականին Հայաստանում ձեռք են բերել 2 միավոր անշարժ գույք, իսկ Թուրքիայի քաղաքացիները 2022 թվականին ձեռք էին բերել 11 միավոր անշարժ գույք Երևանի բազմաբնակարան շենքերում։ Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետին Երևան ճանապարհելուց հետո նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ուղևորվել է Բեռն։ Շվեյցարիայի մայրաքաղաքում այսօր սպասվում է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևոր իրադարձություն։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։
Առաջիկա օրերին Թայլանդից նախատեսված է Հայաստանի Հանրապետության 21 քաղաքացու վերադարձը, այս մասին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տարանցիկ թռիչքների չեղարկման պայմաններում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել զբոսաշրջային նպատակով Թայլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, նրանց ցուցաբերելով աջակցության վիզաների երկարացման եւ դեպի Հայաստան վերադարձին առնչվող հարցերում։ Չվերթերի չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության եւ Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել 93 ՀՀ քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել է Հայաստան։ Չինաստանում ՀՀ դեսպանությունը վրացական ավիաընկերության կողմից իրականացված Բանգկոկ-Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ քաղաքացիներին եւ ավիաընկերության ներկայացուցիչների հետ մշտական կապի միջոցով աջակցել է Տոմսերի ամրագրման գործընթացին։ Նշված թռիչքով մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի, ում օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը եւ բոլոր ցանկացողները դեսպանության կողմից տրամադրված անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։ ՀՀ եւս 21 քաղաքացու վերադարձը Թայլանդից նախատեսված է առաջիկա օրերին։ Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի կիսանդրին կտեղադրվի Երևանի կենտրոնում գտնվող այգիներից մեկում, որը կրում է հենց Միսակ Մանուշյանի անունը։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր Երևանի ավականու մարտի 12-ի նիստում։ 2025 թվականին Երևանի քաղաքապետարանում տրվել է նախորդ տարվանից 3.4 անգամով ավելի պարգևավճար։ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի ծախսերը 140.8 միլիարդ դրամով թերակատարվել են։ Կապիտալ ծախսերի գծով թերակատարումն ավելի քան 4.5 անգամ գերազանցում է ընթացիկ ծախսերի թերակատարմանը։ Այս մասին տեղեկանում ենք Լույս հիմնադրամի վերլուծությունից, որտեղ ներկայացված է Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը։ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերի կարծիքով համեմատաբար հեշտությամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմավարական նշանակություն ունեցող թիրախները ոչնչացնելու ունակությամբ Իրանը ամուր դիրք է գրավում հակամարտությունում եւ ապագա բանակցություններում բարձր պահանջներ կներկայացնի։ Նրա խոսքով Թեհրանը մտադիր է բարձրացնել խաղադրույքը։ Այսպիսով, երբ Միացյալ Նահանգները բարձրանում է լարվածության աստիճաններով, իրանցիները նույնը կանեն։ Եթե նրանք սկսեն ոչնչացնել Իսլամական Հանրապետության կարևորագույն ենթակառուցվածքները, իրանական զինվորականները կոչնչացնեն նաև Պարսից ծոցի երկրների եւ Իսրայելի կարևորագույն ենթակառուցվածքները։ Նրանք ի վիճակի են դա անել, նշել է Միրշայմերը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ատում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է այս հարցում։ Իհարկե, կարծում եմ, որ մենք ատում ենք միմյանց։ Այս հարցում Թրամփը ճիշտ է, բայց ոչ ամեն ինչում, ասել է Զելենսկին։ Ռումինիայի խորհրդարանը աջակցել է նախագահ Նիկոս Օրդանի Իրանում գործողությանը աջակցելու համար ամերիկյան զորքեր եւ ռազմական տեխնիկա ժամանակավորապես տեղակայելու խնդրանքին։ Հաղորդվում է որոշմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 272 անդամ, դեմ 18-ը, իսկ 5-ը ձեռնպահ։ Ռումինիայի գերագույն պաշտպանության խորհուրդը նախկինում հայտարարել էր ԱՄՆ-ի ամերիկյան ուժեր եւ տեխնիկա տեղակայելու խնդրանքը։ Նիստից հետո նախագահը համապատասխան խնդրանքը ներկայացրել է խորհրդարանին, ինչպես պահանջվում է գործող օրենսդրությամբ, եւ խորհրդարանը հաստատել է այն։ Իրանը թույլ չի տա, որ իր տարածքը բաժանվի, հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ Մեր 3000-ամյա ժողովուրդը երբեք չի հանձնվի իսրայելցիներին։ Նրանց գլխավոր ծրագիրն այն է, որ Իրանը բավականաչափ մեծ է եւ նրանք ցանկանում են Իրանը բաժանել մի քանի մասի, պնդել է իրանցի դիվանագետը։ Նրանք չեն կարող բաժանել Իրանը, մենք դա թույլ չենք տա, հավելել է Ջալալին։ Ռուսաստանը մեծ սպառնալիք է Եվրոպայի համար եւ իր թիրախում միայն Ուկրաինան չէ, հայտարարել է Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլոյկները։ Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ գիտակցում են, որ Ռուսաստանի թիրախում միայն Ուկրաինան չէ։ Հիբրիդային պատերազմի, կիբերհարձակումների եւ այլնի թեման զգալիորեն աճել է, այդ թվում Գերմանիայի Բունդեսթագի դեմ։ Ռուսաստանը մեծ սպառնալիք է եւ մենք դա գիտենք։ Հետեւաբար մենք իրատեսորեն ենք գնահատում իրավիճակը, ընդգծել է նախագահը։ Վերջինս ենթադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գիտի, որ եթե ՆԱՏՕ-ի տարածքը հարձակման ենթարկվի, դա կհանգեցնի հստակ պատասխանի։ Միացյալ Նահանգները փաստացի ոչնչացրել է Իրանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեր բանակը փաստացի ոչնչացրել է Իրանը։ Դա ուժեղ երկիր է, ասել է նախագահը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Մինաբի քաղաքում գտնվող իրանական աղջիկների դպրոցի վրա հարվածը հասցվել է ամերիկյան 2 Թոմահոք թևավոր հրթիռներով։ Դիվանագետի խոսքով նպատակը պարզապես առավելագույն կորուստներ պատճառելն էր։ Վերջինս պնդում է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է մոտ 170 խաղաղ բնակիչ, այդ թվում բազմաթիվ երեխաներ։ Ֆրանսիան չի աջակցի Իրանում հարձակողական գործողություններին, քանի որ Փարիզը չի թույլատրել այս հակամարտությունը, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության նախարար պատվիրակ Ալիս Ռուֆուսը։ Սակայն իսրայելցիներն ու ամերիկացիները չեն խորհրդակցել մեզ հետ կամ չեն բացատրել իրենց նպատակները։ Մենք չենք աջակցի հարձակողական գործողություններին, քանի որ մենք չենք ընտրել կամ չենք թույլատրել այս պատերազմը։ Մենք կողմ չենք տարածաշրջանը անկայունացնող ռազմական գործողություններին, ինչպես մենք տեսնում ենք այսօր, ասել է նա։ Վերջինս նաև նշել է, Ֆրանսիան չի ցանկանում, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն իրականացնի Լիբանանում։ Իրանը կրկին հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Ալ-Հադադ հեռուստաալիքը։ Նրա խոսքով հիմնական թիրախները գտնվում են Իսրայելի հյուսիսային տարածքում։ Իսրայելի վրա ուղղված հրթիռների քանակի կամ դրանց մոդիֆիկացիաների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 1 ժամվա ընթացքում ոչնչացնել Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգը, եթե Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունները սրվեն։ Մենք կարող ենք հարվածել Թեհրանի եւ այլ վայրերի որոշ հատվածների, եւ եթե դա տեղի ունենա, նրանց համար գործնականում անհնար կլինի վերականգնել երկիրը, բայց մենք դա չենք ուզում, ասել է նախագահը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն կարող է միաժամանակ հարվածել Իրանի էլեկտրական ցանցին։ Մենք կարող ենք 1 ժամվա ընթացքում քանդել նրանց էլեկտրական ցանցը եւ նրանց 25 տարի կպահանջվի այն վերականգնելու համար, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծացնի Ռուսաստանի վրա ճնշումը եւ դադարեցնի իր վրա ճնշում գործադրելը։ Ըստ Զելենսկու, Թրամփի ազդեցությունը կլինի խաղաղության բանակցությունների հաջողության բանալին։ Մեզ անհրաժեշտ են բանակցություններ, մենք աջակցում ենք դրանց։ Մենք չենք վստահում Ռուսաստանին, բայց ես կարծում եմ եւ հավատում եմ, որ ամերիկացիները իսկապես ցանկանում են ավարտել այս պատերազմը։ Հուսով եմ նրանք կօգնեն մեզ, բայց մեզ անհրաժեշտ է ավելի շատ ճնշում Ռուսաստանի վրա, ոչ թե ինձ վրա, ընդգծել է նախագահը։ Ադրբեջանն ու Հայաստանը հաստատել են առևտրային հարաբերություններ, ցույց տալով, որ երկրների միջև հաստատվել է երկարատև դարավոր խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս ընդգծել է, Բաքուն եւ Երևանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այլև այն դարձել է իրականություն։ Նրա խոսքով երկու երկրների սահմաններին այժմ տիրում է անդոր եւ առևտրային հարաբերություններ են հաստատվել։ Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը նշել է, որ գրեթե 30-ամյա հակամարտությունը լուծվել է միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը պնդել է միջնորդների բացակայության վրա։ Ալիևը պնդում է, այսպես կոչված Մինսկի խմբի միջնորդությունը ձախողվել է, քանի որ համանախագահների նպատակն էր միայն սառեցնել հակամարտությունը։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղայու, նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ նա կներկայացնի իր առաջին ելույթը։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում են 3 կամ 4 մարդ, բայց փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց, ասել է խոսնակը։ Իրանը հույսը չի դնում արտաքին օգնության վրա եւ պաշտպանության համար ապավինում է սեփական ուժերին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Մեր պայքարը հիմնված չէ օտարերկրապետությունների օգնության վրա։ Առաջին օրվանից մենք ապավինել ենք մեր սեփական ուժերին եւ հնարավորություններին, ասել է Ջալալին։ Իսպանիայի փոխվարչապետ եւ ձախակողմյան Սումար քաղաքական դաշինքի հիմնադիր Յոլանդա Դիասը ըստ Պոլիտիկոյի ասել է, որ իր երկիրը չի վախենում դիմակայել Միացյալ Նահանգներին։ Դիասը ասել է, իր երկիրը չի վախենում դիմակայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ չի վախենում նրա սպառնալիքից խզել Մադրիդի հետ առևտրային կապերը, հայտնել է թերթը։ Նա ասել է, որ Թրամփը հայտարարել է համաշխարհային արտակարգ դրություն, վերջինս հավելել է. նման ցավի եւ բացարձակ անորոշության պահերին իսպանացիները պետք է համարձակ լինեն իրենց արձագանքում։
Ուկրաինան դեռևս մանրամասներ չունի այն մասին, թե ինչ անվտանգության երաշխիքներ կստանա Կիևը։ Այս մասին խոսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ըստ Զելենսկու անվտանգության երաշխիքները շատ կարևոր են Ուկրաինայի համար, բայց Կիևը դեռևս հստակ պատասխան չունի այն մասին, թե ինչ տեսք կունենան դրանք։ Նախագահ Թրամփը հարցրեց ինձ. «Հավատում եք, որ մեր անվտանգության երաշխիքները կարող են ավելի ուժեղ լինել, քան ՆԱՏՕ-ինը»։ Ես պատասխանեցի. «Այո, այսօր դա կախված է ձեզանից, պարոն նախագահ։ Աստված օրհնի ձեզ, եթե մենք ունենանք ՆԱՏՕ-ից ավելի ուժեղ անվտանգության երաշխիքներ, բայց ինչ է լինելու ձեզանից հետո եւ ինչ է լինելու ինձանից հետո», ասել է Զելենսկին։ Միացյալ Նահանգները չի կարողացել բավարար կերպով պատրաստվել Իրանի դեմ ռազմական գործողության հետևանքներին նավթի շուկաների վրա, հաղորդում է Politico-ն։ Հրապարակումը նշում է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը խոստացել է ապահովել ԱՄՆ-ի էներգետիկ գերիշխանությունը համաշխարհային շուկայում։ Սակայն գրեթե 1.5 տարի անց էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը եւ ներքին գործերի նախարար Դուգլաս Բուրգումը անակնկալի են եկել Իրանի վրա հարվածից եւ նրա պատասխան գործողություններից հետո նավթի համաշխարհային գների կտրուկ աճից։ Այժմ պաշտոնյաները փորձում են կանխել գնաճը պայմանավորված էներգակիրների գների աճով։ Թերթի տվյալներով Ռայթը եւ Բուրգումը, որոնց գերատեսչությունը իրավապահ մարմին չէ եւ հիմնականում զբաղվում է դաշնային հողօգտագործմամբ եւ բնական պաշարների արդյունահանմամբ, ռիսկ են դիմում լուրջ էներգետիկ ճգնաժամի ենթարկվել։ Պատարագի ժամանակ Արցախի հանրապետություն են ասում, դա պատերազմի կոչ է։ Պատարագի տեքստից շեղվում են եւ հողում են անում Արցախի հանրապետությանը, դա նշանակում է կոնֆլիկտ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մեկնաբանել է, թե ինչու է 3 Եվրոպական խորհրդարանում անդրադարձել վեհապարին եւ հայտարարել, թե Կտրիշ Ներսիսյանն ու նրա աջակից հոգեվորականները ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն եւ այլն։ Շատ լավ հասկացանք։ Եկեք բոլորը սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետքա գնանք կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասություն նշանակում է պատերազմի կոչ, այսօր, վաղը, մյուս օրը, մյուս օրը ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լարվել է իր ենթակայությամբ գործող ՎՏՈ-ԲԿ տնօրենի 140 միլիոն բյուջե ընկրվելու մասին հարցից եւ լրագրողի նկատողություն է արել։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ ոչ թե առողջապահության նախարարությունն է բացահայտել ընդամենը 700 միլիոն բյուջե ունեցող հիմնարկից 140 միլիոնով կազինո խաղալու դրվագը եւ ինչպես է ստացվել, որ անձնական քարտին փոխանցումները չի բացահայտել պետական վերահսկողական ծառայությունը, Ավանեսյանը խուսափողական պատասխան է տվել։ Եվ քրեական գործ է հարուցվել եւ հիմա նախաքննություն է ընթանում եւ քրեական գործի նյութերում կպարզվի թե ինչպես է դա հնարավոր եղել։ Բժշկական կենտրոնի ղեկավարությունը փոխվել է, ներկայումս այլ անձ է ղեկավարում, ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվել եւ ըստ էության քրեական գործի շրջանակներում այդ անձը կբնութագրվի ինչ է արել, ինչպես եւ ըստ էության ճանաչել եք տվյալ անձին տիկիննավորություն։ Տնօրենն է իհարկե։ Աչքերն է խաղամոլության։ Խաղամոլության։ Այո։ Ինչ էր անցնում։ Կոռուպցիայի կանխարգելման նման ընթացակարգ չունենք, բայց իհարկե լավ բան եք ասում, կարելի է նախատեսել, կարծում եմ կարևոր բան կլինի։ Ավանեսյանը նաև անդրադարձել է բանտերում դատապարտյալների հաճախակի մահվան դեպքերին եւ նշել. Բժշկական կենտրոններում էլ աշխարհի լավագույն բժշկական կենտրոններում լինում են մահվան դեպքեր։ Այդպիսին է մարդու կյանքը։ Երբեմն լինում է, որ մեղքի բաժինը չեք տեսնում։ Ես մեղքի բաժին չեմ տեսնում, որովհետև հենց իմ նախարար լինելու ընթացքում արվել է այնքան աշխատանք, ամբողջական վերափոխվել է այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում ըսկի մկրատ չկար եւ թել չկար եւ
անգամ սարքերը, որոնք որ դրված էին, բուտաֆորիկ էին։ Այսօր ես ձեզ հրավիրում եմ միասին գնանք Արմավիր քրեակատարողական կենտրոն եւ դուք կտեսնեք, որ ես որևէ մեծ հաճույք։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աղետ է դարձել իր սեփական ժողովրդի համար։ Նույնիսկ Իսրայելի ժողովուրդը, որը ամեն գիշեր անցկացնում է ռմբահապաստարաններում, ասում է, որ Նեթանյահուն հոլոքոստից ի վեր իրենց գլխին եկած ամենամեծ աղետն է, ասել է Էրդողանը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարված են հասցրել Իրանի ամենահին բանկերից մեկին այն պահին, երբ ներսում գտնվում էին աշխատակիցներ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանի ազգային ենթակառուցվածքը ենթարկվել է հարձակման։ Այս անգամ ռմբակոծվել է իմ երկրի ամենահին բանկի մասնաճյուղը, որի ներսում գտնվում էին բազմաթիվ աշխատակիցներ։ Նրանք աշխատում էին, որպեսզի նոր տարվա նախաշեմին ապահովեն իրանցիներին սննդով, հայտարարել է Արաղչին։ Վերջինս ընդգծել է Իրանի զինված ուժերը վրեժ կլուծեն այս հանցագործության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչնչացնի ԱՄՆ-ն եւ Արևմուտքը եւ նրա գործողությունները կհանգեցնեն շուկայի փլուզման։ Նման կարծիք է հայտնել Mega Upload եւ Mega ֆայլերի փոխանակման հարթակների հիմնադիր Քիմ Շմիցը։ Նրա խոսքով ԱՄՆ շուկայի խոշոր փլուզումը անխուսափելի է եւ ամերիկացիները հավանաբար կհանդիպեն պատմության մեջ ամենամեծ դեպրեսիայի։ Վերջինս վստահ է, ոսկու գինը կբարձրանա եւ ԱՄՆ դոլարով ներդրումներ կատարողները ամենաշատը կտուժեն։ Թրամփը ստախոս է եւ վարպետ մանիպուլյատոր եւ Իրանը գիտի դա։ Նրանք կհանգեցնեն փլուզման, նավթի գները բարձրացնելով անկայուն մակարդակի։ Նրանք կհաղթեն այս պատերազմում եւ Թրամփը կոչնչացնի ԱՄՆ-ն եւ Արևմուտքը։ Իրանցիները գիտեն դա, բայց նրանց ամբարտավարությունը նրանց մղում է շարունակել այս ամենը։ Թույլ տվեք հստակ ասել, երջանիկ ավարտ չի լինի, նշել է Շմիցը։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցում տեղադրվող ծովային ականները կարող են աշխարհի կարևորագույն նավարկային ուղիներից մեկը մի քանի օրում վերածել դժոխային տարածքի։ Նման տեսակետ է հայտնել ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի նախկին գերագույն հրամանատար ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը։ Նրա խոսքով Իրանը տասնամյակներ շարունակ պատրաստվել է նեղուցի ականապատմանը եւ իր զինանոցում ունի ավելի քան 5000 ծովային ական։ Վերջինիս գնահատմամբ, եթե այդ ականները տեղադրվեն նեղուցում, ապա կարող են կարճ ժամանակում լրջորեն խաթարել համաշխարհային նավթային փոխադրումները։ Ծովակալի խոսքով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան արդեն ունեն ականազերծման նավեր եւ հատուկ տեխնիկա Պարսից ծոցում, սակայն նույնիսկ այդ հնարավորությունների դեպքում նեղուցի լիարժեք ականազերծումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև 1-2 ամիս։ Եղանակը առաջիկա օրերին։ Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ից ցերեկը 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-ից 16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով։ Քամին հյուսիս-արևելյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-ից 16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 13-ին 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը եւ առավոտյան 15-ից 16-ը ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Մարտի 14-ին թաց ձյան եւ ձնախառն անձրևի, մարտի 15-ից 17-ը անձրևի տեսքով։